Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծելու մասին զեկուցող փոխքաղաքապետ պարոն Սուրեն Գրիգորյան, խնդրեմ ներկայացրեք։ Շնորհակալություն։ Երևանի ավականու հարգելի անդամներ, հարգելի պարոն քաղաքապետ, ինչպես գիտեք, Երևան քաղաքում մարդատար ավտոմեքենաների շարունակական աճի եւ այլ հանգամանքներով պայմանավորված Երևան քաղաքում երթևեկության կազմակերպումը լուրջ մարտահրավեր է այսօր քաղաքային իշխանության համար եւ այդ մարտահրավերը եւ այդ ոլորտում առկա խնդիրները պատշաճ հասցեագրելու համար անհրաժեշտ է պատշաճ գործիքակազմ Կոնկրետ մեր ժամանակաշրջանում այդպիսի գործիքակազմը կամ առնվազն դրա էական մասը թվային գործիքներն են եւ տեխնոլոգիաների ոլորտում գտնվող գործիքներն են, ինչով պայմանավորված առաջարկվում է Երևան քաղաքի ավականուն, որպեսզի ստեղծվի համապատասխան ստորաբաժանում համայնքային հիմնարկի տեսքով Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի գործառույթների մեջ պետք է մտնի տարբեր միջոցառումների եւ պրոյեկտների իրականացումը կապված երթևեկության կազմակերպման եւ կառավարման հետ, կոնկրետ 2026 թվականի համար մենք նախանշել ենք երկու խոշոր ծրագիր, հիմնական Դրանցից առաջինը հանրային տրանսպորտի, այսպես կոչված դիսպեչերիզացիայի համակարգն է, ինչպես գիտեք, հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվում են եւ շարունակում են իրականացվել համապարփակ բարեփոխումներ, որոնք արտահայտվում են թե տոմսային համակարգի ներդրմամբ, թե շարժակազմի շարունակական արդիականացման եւ նոր շարժակազմի ցիկլի ապահովման ուղղված սակագների վերանայմամբ թե GPS համակարգով, թե տեսախցիկների տնտեսության համակարգով եւ այս ամբողջին նաեւ բնականաբար տրամաբանորեն պետք է գումարվի պատշաճ հոսքերի կազմակերպումը եւ գրաֆիկների կազմակերպումը, սա առաջի պրոյեկտն է, որը նախանշել ենք իրականացնել ամբողջությամբ 26 թվականի ընթացքում եւ երկրորդը ընդհանուր երթևեկության կառավարումը, բազմիցս խոսել ենք խելացի լուսացույցերի, հոսքերի համապարփակ հաշվարկի եւ այլ միջոցառումների անհրաժեշտության մասին, իհարկե այսօրվա փոփոխության հիմքում նույնպես ընկած են այդպիսի հաշվարկներ, բայց բնականաբար տեխնոլոգիական լուծումներին զուգընթաց այդ հաշվարկների ճշգրտությունը բարձրացնելու եւ այլ միջոցառումների իրականացմամբ անհրաժեշտության պայմանավորված նման հիմնարկի անհրաժեշտությունը ինձ թվում է արդեն վաղուց է հասունացել վերաբերյալ հանգամանքները հաշվի առնելով առաջարկվում է ավականուն հավանության արժանացնել այս որոշման նախագիծը։ Երեք նաև հարցը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում եւ ինչպես խոստացա ուղղակի քանի որ տեղում որոշակի հարցեր ճշգրիտ թվերով պատասխանները կամ փաստը չի կարող մոտավորապես ասել երկու ավականու կողմից հնչեցված հարցեր առանձնացել են պարոն Թորոսյան տարածքի հետ կապված էիք հարցրել քառակուսի մետրերի շուրջ 1200 քառակուսի մետրի չափով տարածքը, որը նախատեսվում է շինությունը, այո։ Եվ նաև պարոն Սուքասյանն էր հարց հնչեցրել, ճիշտ է, նախագծին ճանուղակի վերաբերվող, բայց կոնկրետ աշխատավարձային բյուջեի ավելացման մասով 26 թվականին նման ավելացում, ինչպես ես պարոն Հովհաննիսյանից ճշտեցի, նախատեսված չի, պարոն Սուքասյան։ Թերևս այսքանը հարցերի դեպքում սիրով պատասխանեմ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, նաև չֆիքսեցիք դուք նաև ֆիքսեցիք, որ մենք մեր ՓԲ-ներից մեկը լուծարում ենք այս process-ով։ Հա, պարոն քաղաքապետ, ներողություն եմ խնդրում, այո, քանի որ գործառույթների մի մասը իրականացվում էր կամ իրականացվում է Երևան տրանս ՓԲ-ի կողմից, իհարկե այդ կազմակերպությունը նաև այլ գործառույթներ է ներառում, որոնք չեն իրականացվելու այլևս նոր հիմնարկի կողմից, այլ ստորաբաժանումների մնացյալ գործառույթների հարցը քննարկելուց հետո նաև ավականու քննարկմանը կներկայացվի Երևան տրանս ՓԲ-ի լուծարման նախագիծը։